Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ողջույն բոլորին, եւս մեկ բաղադրատոմսով ավելանում է ձեր բաղադրատոմսի գրքույկը։ Ողջույն Համլետ։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Լավ ես։ Շատ դուք։ Շատ լավ։ Ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր ավանդական խոհանոց եմ ընտրել, բոլորի շատ հայտնի, միգուցե շատերը լսել են, անգամ չեն պատրաստել բաղադրատոմսը չունենալու պատճառով, դրա համար որոշել եմ, որ այսօր այդ բաղադրատոմսը ներկայացնեմ, հեռուստադիտողները նայեն, գրառեն, տանը պատրաստեն, ուտեն ու սուս մնան։ Կերուսուս ենք պատրաստելու։ Ախ, կերուսուս ենք պատրաստելու, ուտենք եւ սուս կմնանք։ Բայց պիտի կարծիքս վերջում հայտնեմ, է։ Okay։ Կթողնես։ Դրան համաձայն եմ։ Դե կհայտնեմ, հետո կուտեմ։ Դե սկսենք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ինչ ունենք։ Գունագեղ բազմազանություն, հորթի ֆիլե, բուլղարական պղպեղներ, կծու պղպեղ, կանաչիներ, սոխ անպակասեն, ինչպես միշտ, տոմատի մածուկ Art Food ֆիրմայի, ինչպես նաև մարինացված վարունգը եւ ոլորը։ Կարագ, բուսայուղ, թավա ու ցանկություն պատրաստելու համով կերուսուս։ Իսկ կարտոֆիլ չի լինում։ Չէ, կարտոֆիլ չենք անում մենք։ Բայց լինում է։ Կամ բաղադրատոմսեր, որի մեջ լինում է, բայց ես այդքան էլ կողմնակի չեմ կարտոֆիլին, ինքը ավելի շատ խավարտային տեսակետ է, դրա համար խորհուրդ կտամ կարտոֆիլը առանձին տապակել, մատուցել, կամ կարտոֆիլին փոխարինող, չգիտեմ, ինչ որ մի հատ փլովանման բրինձ կլինի, արիշտակ կլինի, ինչ որ մի բան, որը ուղեկցի հիմնական ուտեստին։ Սկսենք։ Դե բնականաբար դու ինձ վստահում ես միայն կանաչին։ Երբեմն պղպեղնել ես վստահում։ Ինչ եմ անում։ Կախված է կանաչին երկու վերջացնենք։ Իսկ անհրաժեշտ է որ կանաչին մանր կտրատեք։ Մի մասը կլցնենք տապակելու ժամանակ, մյուս մասն էլ արդեն։ Այստեղ մեզ մոտ երկու տեսակ կանաչի է։ 3 համեմ ունենք, սամիթ ունենք, մաղադանոս ունենք։ Ուֆ, ես տենց էլ չսովորեցի։ Բա, գիտեք հեշտ է։ Հա, չէ, հեշտ չի։ Խառնում եմ եւ մանրացնում։ Այո։ Ավելի դժվար է, երբ որ մարդիկ դդմիկը նազրվան վարունգից չեն տարբերում։ Չէ, դա ես տարբերում եմ։ Դրա համար ասում ես պարագայում փրկություն է, որ ընդհանրապես կանաչիները չեք տարբերում։ Դե ես կյանքում պիտի մի բան չտարբերեմ։ Թող դա լինի կանաչիները։ Եվ մարդկանց դեմքերը ի դեպ ցավոք։ Գիտես չէ։ Տխուր են նայում այդ մտքին։ Շատ։ Հարց ունեմ։ Լսում եմ։ Ինչպես միշտ կա այդպիսի մարմարեմիս, որ կովին մերսում են, կլասիկ երաժշտություն են լսեցնում, գարեջուր են խմացնում։ Իրականում տարատեսակ կովերի աճեցման տարբերակներ կան, որոնց մեկը նաև դա է։ Մի քիչ իհարկե ուռճացված է, չափազանցված են։ Եթե դա ճապոնացիներից է դուրս եկել, կարծեմ կոչվում է վագյու տեսակի մսի մասին է խոսքը, որը 74% յուղային շերտավորում ունի մսի հանգույցների մեջ, դրա համար էլ իրան սարքում է յուրահատուկ ու լավագույնը շուկայում։ Վագյուն դա ցլերի տեսակ է, որոնք որ աճեցում են Ճապոնիայում ու իրանց հատուկ կերով են պահում, հատուկ աճեցման կարգ ունեն, նույնիսկ անգամ կան, որ դասական երաժշտություն են լսում։ Մերսում են։ Այո։ Այս սարսափելի է։ Այդքան լավ պահում են այդ կենթանուն եւ վերջում մենք իրան մոտում ենք։ Բիզնես է, մեծ գումարներ վաստակելու աղբյուր է, դրա համար էլ այդ ձևաչափով է լինում։ Կիլոգրամը մոտ 1000 քանի դոլար է։ Չէ, իրականում էժան է։ Հա։ 70 քանի հազար դրամից է սկսում, կախված տեսակից ու պահման, կերի տեսակներից, երաժշտություն լսել է, թե չէ, հա։ Ինչ երաժշտ, Մոցարտը լսել, թե Առնոբոչանյան, դա էլ կարևոր է։ Չէ, իրականում կախված այդ ամեն ինչը գինը ուղղորդվում է իր պահելու ձևից, այսինքն երբ որ իսկապես մերսում են անում, դասական երաժշտություն է լսում, հատուկ ձևաչափով են իրենց կերակրում, հատուկ վերահսկողություն է, բնականաբար այդ ամեն ծառայությունը գումար արժի, որը գումարվում է արդեն մսի արժեքի վրա, դրա համար ինքը դառնում է ավելի թանկ, բայց հնում նմանատիպ բաներ որ չկար, էլի վագյու միս էր, ինքը լավագույններից մեկն էր ու ինձ թվում է գինն էլ արդեն համատելի ավելի հարմար է եղել
Իսկ մեզ մոտ կա Հայաստանում այդպիսի ծառայություն կովերի մերսման։ Այդ մասին տեղակ չեմ, բայց վագյու տեսակինից Հայաստանում կա։ Ունենք։ Հայաստանում իրականում ամեն ինչ կա։ Հա։ Մանավանդ սպասարկման ոլորտում, նույնիսկ դրսի հյուրերը բազմիցս անգամ նշում են, որ ուտեստներ, տեսակներ, որոնք որ հասանել են Հայաստանում, մի շարք երկրներում անգամ հնարավորություն չունեն կամ ունեն շատ բարձր մակարդակի ռեստորաններում։ Դա եվրոպական երկրների մասն է խոսքը։ Ու իրանք ընդունում են, որ մենք շատ համեղ ենք պատրաստում։ Մենք իսկապես շատ համեղ ենք պատրաստում։ Ընտանակը մի քիչ սուրճ էր։ Մի քիչ շեր կտրում։ Լավ չի կտրատում։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ես իրականում Համլետին չեմ ասում, ես քեզ ինչ հարց եմ տալու։ Եվ բոլոր հարցերին կա դրա Պաստանովկա չի։ Լավ, Համլետ, կա սեխ ճապոնական, ճապոնացիներն են աճացնում, որ արժի $30,000։ Ինչ են անում։ Սեխը էլի մերսում են եւ գլխարկ են հագցնում անձրևապաշտպան։ Իրականում այո, լսել եմ իհարկե, բայց դա էլ եմ ասում, չի անդրադառնում մթերքի որակի վրա։ Սեխը մնում է սեխ։ Մարքեթինգ, հա։ Հա, մարքեթինգային դա ընդհանրապես բնույթ կրող բան է, որը բերում է նրան, որ ապրանքի գինը հարյուրապատիկ անգամ կարող է բարձրանալ։ Դրա համար ես որոշեցի, ես մեր բակում կաճեցնեմ քաղաքի կենտրոնում այդ սեխից։ Կմերսեմ, գլխարկը հագցնեմ, նոր բիզնես կսկսեմ։ Իրականում այդ տրենդային թեմաները շատ են, որովհետև մեզ մոտ բայց չի անցնում, չէ՞։ Չէ, մենք սեխը սովորական ենք սիրում։ Ամբողջ ամառվա սեզոնին աշխարհում երբ թե չկա այդպիսի մի ազգ, որը հայերի չափ ձմերուկ եւ սեխ է օգտագործում ամռանը։ Երբ թե բոլորի տանը, երբ ամռան է շոկ եղանակին հյուր ես գնում, բոլորի մոտ միշտ արկա է սառը ձմերուկը։ Այո։ Սառը սեխը, լավագույն պարզ բաղադրատոմսերից մեկի դեպ, ձմերուկը, լավաշով ու պանրով։ Այո։ Ես չգիտեմ, երբ թե հայերի մեջ դժվար թե լինի մարդ, ով չի փորձել գոնե մեկ անգամ կյանքում, մեկ դա, մեկ էլ խաղողոշնիկից հետո խաղողը եւ պանիր լավաշը։ Այո։ Ֆանտաստիկ ուտեստներ, որ չեմ փոխի ոչ մի այլ աշխարհի այն ամենահայտնի վագյու մսի կամ մերսում ու գլխարկ ունեցող սեխի հետ։ Պղպեղը ինչ ենք անում։ Պղպեղը ես արդեն անկեղծ ասած զորքաձև կտրատում եմ։ Դրա համար ես ձեզ կխնդրեմ վարունգը կտրատել։ Մենք վարունգել ունենք։ Այո։ Այս վարունգի մասն է խոսքը մարինադ, art food-ի։ Ահա։ Բարակ ձողիկներ ենք անում։ Art food-ի վարունգը, բարակ ձողիկներ ենք անում եւ մեզ է միանում Միմին։ Ողջույն Միմի։ Ողջույն սիրելի Լիկա եւ Համլետ, ինչպե՞ս եք։ Շատ լավ դուք։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Վայ, չեք պատկերացնի, սիրտս այս պահին արտֆուդի վարունգ ուզեց։ Տեսնեմ ինչ եք պատրաստում, գնամ ես էլ վարունգ ուտեմ։ Վստահ եմ, էլի համեղ բան է մոգոնելու մեր հրաշալի խոհարար Համլետը իր ոսկե ձեռքերով, ինչպես միշտ։ Միշտ։ Էլ չեմ համբերում։ Պատմեմ արևահամ արտֆուդի մասին, իսկ դուք պատրաստեք։ Արտֆուդը միշտ կանգնած է հայ գյուղացու կողքին, մթերելով նրա ստեղծած ամենաթանկ բարիքը։ Այս նվիրումից ու համատեղ աշխատանքից են ծնվում բնության կատարյալ համերն ու այն որակը, որին տասնամյակներ շարունակ վստահում է հայ ընտանիքը։ Շնացնենք մեր երկիրը, սատարելով հողի մշակին եւ հայ արտադրողին։ Արտֆուդ, քո հողից, քո ձեռքերով, քո տոն։ Շատ լավ, շնորհակալություն։ Շարունակենք։ Այո։ Լավ, էլ ինչ հարց ես քեզ տամ։ Ահա, կարող եմ մի հարց էլ տալ քեզ։ Լսում եմ։ Կա Այս պատրաստված եկել եմ ուզում դառնալ միլիոնատեր։ Իսկապես դու կհաղթես, եթե սնունդի հետ լինի։ Չգիտեմ, գուցե եւ ոչ միայն սնունդի պատասխաններն ես անմիջապես տալիս, բոլոր հարցերին էլ ես տալիս։ Ամեն դեպքում այսպեսի մի հարց ունեմ քեզ։ Կա այդպիսի սուրճի տեսակ, որը պարտադիր անցնում է կենթանու։ Ես փորձել եմ։ Ոնց։ Կենթանու ստամոքսի միջով պիտի անցնի եւ ուր է գնում դա։
Անկա անմիջապես բաժակների մեջ։ Ոչ, իհարկե դա հատուկ մշակումներ է անցնում։ Մի քանի տասնյակ փուլերով մշակում է անցնում, որից հետո այն արդեն փաթեթավորվում եւ դուրս է գալիս վաճառքի։ Մոտավորապես, եթե ճիշտ եմ հիշում, 100 գրամը ամենա էժան տարբերակը այդ սուրճի 100 գրամը $100 27000 դրամի կարգ Դե, է, մոտավորապես, այնտեղից երբ որ գնում է ոչ թե Հայաստանի մասնախոսքը, հենց երկրում որտեղ որ արտադրվում Մի է։ րոպե չեմ պատկերացնում, այսինքն կերակրում են սուրճը կենթանուն, Դա հա, այդ կենթանին դրանով ծնվում է, հետո որը որ մարսողական process չի անցնում է մշակում, որից հետո չորացնում են, բազմատեսակ ֆիլտրացումներ անցնում ու դառնում է սուրճ։ այսինքն էլի չեմ հասկանում։ Չեմ կարողանում պատկերացնել։ Շատ դժվար է։ Սուրճը սրճի նման է դառնում, հա, հատիկներ։ Ինքը սովորական սուրճ է, նույն հատիկներն է։ Չի ծամում, փաստորեն կենթանի։ Ինքը չէ, ինքնաբողջությամբ ոնց որ պտուղները կուլ է տալիս այդ սուրճի։ Բայց իմաստը ո՞րն է, դու կուլ ես տալիս, դուրս է գալիս նույն։ Մարսողական process-ը իր մոտ այնպես են տանում, որ ինչ որ մարսում է, ինչ որ չէ, դուրս է գալիս, այդ դուրս եկած արդեն անցնում է մշակում։ Հատուկ մշակում, որից հետո փաթեթավորվում է եւ դուրս է գալիս վաճառքի։ Կոպի լուվակ, հա, այդպես է կոչվում, անունն էլ գիտի։ Ես փորձել եմ, ասեմ, որ եսի ինչ չի, խորհուրդ չեմ տալիս այդքան գումար ծախսել։ Կարիք էլ չկա։ Նույն սուրճի Մեր համն է։ ավանդական հայկական սև սուրճին ոչ մի բան չի հասնի։ Հիմա հասկանանք հայկական սև սուրճը որն է։ Որ հայերն են անում։ Ասում է, դուք սուրճով եք զբաղվում, ասում է, հա, ինչ սուրճ, ասում է, հայկական, ասում է, Հայաստանում սուրճ կա, ասում է, չէ, ներկրում ենք։ Հա, որն է հայկական սուրճը։ Հայկական սուրճը դա սովորական ջազվայի մեջ, որ եփման process է անցնում, այդ սուրճն է, որը ամենահին պատրաստման եղանակներից մեկն է։ Շատերը կապում են Թուրքիայի հետ, բայց Չէ, ավելի Հունաստան, չէ։ Չէ, ինքը թուրքական են։ Հիմա միջազգային շուկան համարում է, որ դա թուրքական է։ Անգամ ջազվան, որի մեջ որ պատրաստվում է, դրսի լեզվով տուրկա է կոչվում, թուրքական ձևով են ասում կամ արևելյան սուրճ են ասում։ Հունացիներ ասում են հունական սուրճ, հայեր ասում են հայկական սուրճ։ Միանշանակ հայկական է։ Եվ կռվում են հայերը եւ հունացիները, որ հանդիպում են, ասում են ոչ հայկական է։ Կամ պատրաստենք տնանք ումն է, համով դրա կասենք ում սուրճն է։ Նայած ով է եփել, եթե հայը եփել հայկական է, մենք ենք մածունը ստեղծել։ Դե հա։ Չնայած հույներն էլ են հին ազգ, մենք էլ ենք հին ազգ։ Ես շատ եմ սիրում Հունաստանը, իրանց մշակույթը։ Բայց մեր մածունի համը իրանք չեն կարողանում ստանալ, իրանց մոտ մի քիչ ուրիշ ձև է ստացվում։ Իմ իդեպ, ահա, լսում եմ։ Իրանց պանիրներն էլ, ֆետա պանիրը, բրինզա պանիրները, որոնք որ ունենք, մեր հայկական ավանդական աղդրած պանիրն ու բանը ֆետա պանիրները նույն տեսակի դասի պանիրներն են, բայց միևնույն է, ես նախընտրություն տալիս եմ մերի շատ բարականերով։ Դե սիրելի հույներ, փորձեք հայկական միլկին յոգուրտը, հետո կխոսենք, իսկ մեզ միանում է Պամելան։ Բարև, իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ, ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Ես հրաշալի տրամադրություն ունեմ։ Ձեր բաղադրատոմսով քիչ առաջ արագ տորտ պատրաստեցի։ Կրեմի մեջ միլկինի յոգուրտ լցրեցի։ Մի քիչ փորձեցի, շատ համեղ է ստացվել։ Հիմա սպասում եմ հարևաններս գան եւ միասին վայելենք։ Իսկ դուք պատրաստվում եք խմել ամենահամեղ միլկինի յոգուրտը, հա? Այո, խմում ենք, վայելում ենք։ Փաստորեն, մեզ մոտ այսօր միլկինային մթնոլորտ է։ Դե լավ, դուք պատրաստեք, ես եւ հարևաններս անպայման կգրենք բաղադրատոմսը, իսկ հիմա խոսեմ միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք։ Հայկական արտադրանք առանց կոնսերվանտների ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը։ Տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն ողջ օրվա համար։ Շնորհակալություն։ Շատ համեղ, ամառը շատ զովացուցիչ, ճիշտ եմ կտրատում։
Այո, շատ։ Մեկ արդեն քիչ-քիչ սովորում եք։ Այո, քիչ-քիչ արդեն կարող եմ խոհանոցում բանը պատրաստել։ Չէ, ասում ահա, Խոհանոցում չէ, այստեղ տաղավարում։ տաղավարում։ Լավ, հեշտ հարց տամ։ Խնդիր չկա։ Դու ինձ ասա վարունգը բավարար է թե ոչ։ Այսքան էլ կտրեք էի քննումը։ Ինչու է կեսար աղցանը կոչվում կեսար։ Կեսար չի կոչվում աղցանը։ Սկսենք այդտեղից։ Ես մեր հայ հասարակությանը սպասարկման ոլորտին բոլոր ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս, երբ որ ինտեգրացնում են իրենց մենյուները եւ բաղադրատոմսերում ունեն ցեզր աղցանը, գրում են ցեզր։ Կեսարի հետ ընդհանրապես կապ չունի, պաշտոն չի, Իտալիայի հետ կապ չունեցող բաղադրատոմս է։ Հուլիոս կեսարի հետ ոչ մի ընդհանրապես կապ չունի, իտալական աղցան չի։ Երկու կարևորագույն պլյուս կա Իտալիայի հետ կապված, դա պարմեզան պանիրն է ու ստեղծողը արմատներով իտալացի եղել։ Ընդհանրապես 1926-25 թվականին, եթե ճիշտ եմ տարեթիվը հիշում, Ցեզար Կարձինին Մեքսիկայի եւ Ամերիկայի սահմանային հատվածում, երբ որ 4 օրենքներ էր գործում ալկոհոլը արգելված էր, Մեքսիկային շատ մոտ էին եւ իրավունք ունեին ալկոհոլ վաճառելու, ծածուկ ալկոհոլ էին վաճառում, շատ էժան, բաղադրատոմսով պետք է լիներ նախուտեստ, որը կուղեկցեր ալկոհոլին։ Ռոմանո տեսակի հազարի տերևները, անչոուսի ձվի հիմքով մայոնեզային զանգվածով ստացած պարմեզանի փշուրների հիմքով ստացած սոուսը եւ հին չորահացերը միացնելով ստացել են ցեզար աղցանը։ Ինքը ավելի շատ նախուտեստ է, քան աղցան։ Հիմքում ամբողջական հազարի տերևներն են, չորահացը, ցեզարի սոուսը եւ վրայից քերած 4 պարմեզան պանիրը։ Իսկ ճիշտ է այդ լեգենդը ինչպես է ստեղծվել։ Հենց այդ աղցանը չի եղել ոչ մի բաղադրիչներ, շտապ պետք էր աղցան պատրաստել։ Հենց այդ բանով եղել, որ ձուն ձեթով հարել են, ավելացնել են պարմեզան, անչոուսը մի քիչ համել են։ Հազարի տերևները զուտ մեջ է մինչև հիմա, նույն տարածաշրջանում ռեստորանը գործում է, ու այդ փայտից մեծ թասի, որի մեջ պատրաստել են, հիմա տեղում արդեն պատրաստում են, նույն ձևով ձուն հարելով, այդ ամեն ինչ ավելացնելով, վերջում հազարի տերևը մեջը դնելով դնում են ափսեի մեջ, վրանց հենց մեծ կտորով չոր հացեր է դնում, մի քիչ էլ պարմեզան են քերում ու մատուցում են։ Հավի կրծքամիջ, չերի լոլիկ, ծովախես գետին, սաղմոն եւ այլն դա ժամանակի ընթացքում մարդիկ ոնց որ իմպրովիզ են արել, ստացել են։ Իսկ հում ձուն վտանգավոր չի։ Ինչին։ Օրգանիզմին։ Եթե ճիշտ են պահպանում, ինքը ընդհանրապես վտանգավոր չի։ Պրոդուկտ է, բնական ճանապարհով ստացված պրոդուկտ է։ Զուտ ջերմային պահպանման խնդիրներն են, ոնց է այդ ամեն ինչը լինում ու ստուգման կարգ կա, որ լույսի տակ, վառ լույսի տակ պահում ես, դու տենում ես սպիտակուցը առանձնացված է, դեղնուցը տարածվել է, թե իր ամբողջական ֆորման պահում է, մոտավորապես դրա հասկանում ես։ Չէ, խոսքս սարմանել, հա, սարմանել։ Դա կեղևի հետ կապված խնդիրն է։ Եթե լավ չեն լվանում, չեն լվանալու process-ն է, քացախաջուր, աղ։ Այսինքն, եթե լվանում են, հումձուն կարելի է հանգիստ օգտագործել։ Իրականում շատ սպորտսմենների օրակարգի մեջ հումձուն պարտադիր պայման է, որ պետքա խմեն։ Կոկտեյլներ պատրաստեն, այսինքն հումձուն կարող են հարել մի փոքր կաթով, հերկուլեսով, բանանով։ Ես էլ եմ ուզում այդ միֆը կոտրել, երբ որ հումձուն լավ լվանում եք, սոդայա ջրի մեջ մի քանի րոպե, հետո 40 աստիճան տաք ջրով լվանում եք, ոչ մի խնդիր չի առաջանում։ Դա կեղևի մասով էլի, այսինքն այո, մեջը չի։ Այդպես լինի, ձուն կոտրելուց հետո ներսը չես կարող լվանալ էլի, սպիտակուցն դեղնուցը։ Նաև մի բան էլ կա, դեղնուցները, որ պահում են ինչի աղի մեջ։ Այո։ Դա ինչ է։ Հնեցման process է, որ էլի ակտուալ տարբերակ է, նույնիսկ անգամ որ ձուն չինական խոհանոցում է, եթե ճիշտ եմ հիշում, հատուկ հնեցում է անցնում ու սևանում է։ Շատ թվում է տհաճ համք ունենա, ինքս չեմ փորձել, բայց այդ նույն դեղնուցը նոր տեխնոլոգիաների արդյունք է, որ աղի մեջ դնում են, ինչպես մեր բաստուրման ենք դնում, հնեցում է անցնում, կոշտանում է, պնդանում է, կրեմային զանգված է դառնում, էլի շատ հետաքրքիր։ Իսկ համեղ է։ Հա, իրականում համեղը այնպեսին է, որ ինքը տպավորությունն է ժամանակին
մեր տատիկները ասում են չէ, թերխաշ ձուկ 3։ Այդ նույն թերխաշ ձվի համին է, մի քիչ ավելի պինդ։ Արևի տակ են, հա, պահում։ Չէ։ Չէ, կարելի է սենյակում աղի մեջ պարզապես։ Սառնարանում, սարսախեցիկում ցանկալի է, որտեղ սենյակում ջերմաշանը տատանվող է։ Ահա։ Չորանում է։ Ձգվում է ավելի շատ, ջրազրկվում է, հիմնականում այդ տերնոցային մասն է մնում։ Բուսայուղը, Կարակը։ մի փոքր կարակ։ Սիրելիներ, գրեք հարցեր։ ChatGPT-ին մի գրեք։ Մենք ունենք ChatGPT այստեղ։ Արհեստական բանականություն։ Ձեր հարցերը տվեք եւ պատասխանները կստանաք, մտեք YouTube-յան մեր ալիքը, նայեք բոլոր բաղադրատոմսերը եւ որտեղ ուզում եք գրեք ձեր հարցերը։ Համլետը ձեզ կպատասխանի։ Մեծ սիրով։ Մեծ սիրով։ Սոխը գերուսուսի պատրաստմանը։ Ահա, տապակ։ Ես անկեղծ ասած այս անունը չգիտեմ, որտեղից է առաջացել իր մոտ։ Գերուսուսը։ Հա։ Իմ մոտ միշտ տպավորություն է եղել, որ էսի հարցները պատրաստել են կոտ-կոտ սկեսուրների համար։ Որ սուս մնան։ Կամ հակառակը։ Կարա լինի։ Ես մինչև կանաչին կտրատեցի, դու այստեղ արդեն Պատրաստեցի։ մեծ պատրաստություն ես տեսել։ Դեմից տապակում ենք սոխը, հետո ավելացնում ենք ֆիլեն։ Սոխը ավելի շատ, քան միսը, հա, ստացվեց։ Չէ, սոխը շատ չի, սովորաբար սոխը տապակելուց իրապես ջրային մասը սոխի ուսնկի շատ է։ Տապակման պրոցեսի ժամանակ մոտավորապես 60% կորուստ է լինում։ Այսինքն 100 գրամից 40 գրամ սոխ է մնալու։ Պարագայում ինքը ակտուալ է։ Բաց հետ մենք սոխ սիրող ազգ ենք, առողջություն ցանկացող ազգ ենք, իսկ սոխը Առողջություն է։ Համառողջություն է։ Բայց ում սոխը, տապակածը, հա։ Տապակածն էլ հավատացեք էլի իր օգտակարություններն ունի։ Ամենահին բաղադրատոմսերից մինչ օրս սոխը կա։ Դե Նոր թրենդային չէ, էլի չի այս սերմերի նման։ իդեպ ես սոխը այս տաղավարում եմ սկսել ուտել, փորձել, կտրել երբեմն։ Չէ, իրականում խորհուրդ եմ տալիս լինի ռացիոնալում, որովհետև շատ օգտակար է, շատ անհրաժեշտ է օրգանիզմին ու իմունային համակարգի լավագույն ընկերն է, սոխը, սխտորը, իմբիրը։ Դե իրականում սոխը հրաշքներ է գործում։ Նաև վերքեր է բուժում, իդես որ խաշում են, ջեռոցում դնում են, խաշում են, հանում են եւ վերքի վրա այս արդեն թարախային պրոցեսի վերականգնման շնորհ ունի, բացի այդ նաև հազի լավ լուծում է։ Մեղրով։ Խորով մեղրով, երբ որ ջեռոց են դնում, էլի ես փոքր ժամանակ շատ եմ կերել։ Բժշկությունից էլ, բայց ավանդական, ոչ ավանդական, հա, տնական։ Ավանդական ես կասեի, ավանդական բժշկությունից ոչ մասնագիտական։ Ունես որ գրքեր։ տատիկներից լսել եմ։ Հա, ունես, բայց չես հետաքրքրվել երբեք։ Ինչի՞ց։ Ինչ է, ինչի համար է օգտակար, ինչպես են անում։ Իրականում հետաքրքրել եմ բաներ կա, որ ուսումնասիրել եմ, պրոցեսներ կա, որ ասում են, որ իրոք օգտակար է, օգնում է, պրոցեսներ կա, որ ասում է գիտությունը դեռ չի հաստատել, որ դա այդպես է։ Իսկ իրականում ամեն ինչը պսիխոսոմատիկա է։ Մարդու դրամադրվածությունն է։ Այո։ Եթե դու հավատում ես, որ դու առողջ ես, իսկապես հավատում ես անկեղծ։ Սոխը ուտես ու լավանաս։ Հա, կլավանաս միանշանակ։ Փորձեք նույնը անեք, որ սոխը չուտեք, կլավանակ։ Նաև մեր այն շատ վատ տարիների ժամանակ դեղատներում վաճառում էին, ասում էին, այդպիսի խոսակցություններ, որ դեղատներում ասպիրինը եւ այլն դրանք վաճառվում էին կավիճի տեսքով, այսինքն կավիճը խմում էին մարդիկ եւ ասում էին լավացա։ Իրականում այսինքն ներշնչանք մարդկանց մոտ եւ ավելի դպրոցական ու պատանի տարիների ընթացքում երբ որ զարգացման process է լինում, կավիճ փորձում են ուտել, կալցիի պակասից, հա։ Ինչպես։ Կալցիի պակասի պատճառով երեխաների մոտ ցանկություն է առաջանում ուտել կավիճ։ Այո, նաև հղի կանայք են պատը նոր սվաղած պատ են սիրում կրծել, ասում են։ Իրականում process է, որը օրգանիզմն է ոնց որ իմաց տալիս քեզ, որ դու ունես սրա պակասը։ Երբ որ դու ձգտում ունես կավիճի նկատմամբ, քո մոտ հասկանալ է, որ դու կալցիի պակաս ունես, պետք է ուտես այնպիսի բաներ, որոնք պարունակում են կալցի։ Եվ նաև երբ որ մտնում եք
մի տարածք, որտեղ նորեն վերանորոգում, Այդ հոտը բանը գրավող է։ Գրավում է, ուրեմն կալցի պակաս ունեք։ Էլ մի գնացեք բժիշկի, մեզ հարցրեք, մենք ձեզ ամեն ինչ կասենք, ով ինչի պակաս ունի։ Իրականում բոլորդ էլ առողջ եք։ Իրականում սովետական միության տարիներին նման գործառույթ շատ էր նկատվում, երբ որ ման էին տալիս երեխաներին, քանի որ մանին ինքը իրանով հանում է կալցին օրգանիզմից։ Իսկ կաթը քանի որ շատ հարուստ է կալցիով, խոհարարները լուծումը գտել են, որ մանին պետքա պատրաստվի կաթով, որ բալանսը ապահովեն։ Եվ իրականում այդպես է, որովհետև մի քանի Իրականում այդպես է։ ինչ որ ժամանակ անցավ եւ մենք իմացանք, որ վնասակար է օրգանիզմին, մանին։ Մանին դե հենց էտա, որ կալցին ինքը հանում է, ինքը արդեն իսկ ոսկորների հոդերի թուլացում է սկսում։ Կաթը ոնց որ շարունակում է գործընթացը, դրա համար մանին երբ որ եփում են կաթով, ինքը ավելի հաճելի է։ Հաճելի է, բայց օգտակար պահում է բալանսը ամեն դեպքում։ Բալանսը կաթը պահում է, որտեղ կաթի մեջ կալցիի քանակը ավելի շատ է, քան այն մանին, որը որ պետք է հանի օրգանիզմից։ Լավ, համաձայն եմ, բայց ինչի են հիմա ասում, որ քիչ կերեք։ Օգտակար չի։ Հենց կաթով պատրաստած։ Քիչ ուտելը դա հարաբերական է ասած։ Ուրիշ բան է, երբ որ դու շաբաթը 7 օր 3 անգամ մանի ես ուտում, ուրիշ բան է, երբ որ օրակարգ ունես։ Սովետական միության լավագույն գործոններից մեկը այն էր, որ բոլոր տեսակի սննդակարգերի մեջ այդ ամեն ինչը հաշվարկված էր։ Ունեին ձկան օր, ունեին կոտլետի օր, ունեին ձվի օր, ու նույն ձևաչափով բանակներն էր գործում։ Այսինքն շաբաթվա կտրվածքով կար հատուկ օրեր, որ օրերին անհրաժեշտ է ուտել ձու, որ օրերին կարելի է կարակ տրամադրել, որ օրերին կարելի է ձուկ տալ։ Այսինքն սա բալանսավորված օրգանիզմին, որպեսզի խնդրի չառաջանա։ Լյարդի ցերոզ եւ նմանատիպ խնդիրներ, որոնք առաջանում են ձվի, ձկան շատ ուտելու արդյունքում։ Դպրոցում, չգիտեմ, դու այդ տարիներին սովորել ես դպրոցում, թե արդեն ոչ, անպայման առաջի դասարանից մինչև երրորդ դասարան ինչ որ ժամ կար, որ կաթ էին բերում եւ մի կտոր բուլկի հաց։ Իրականում ես այդ տարիներին չեմ սովորել, իմը մի քիչ ավելի։ Իմը մութ ու ցուրտ տարիներն են։ Լավ։ Այդպիսի ժամանակ էլ է եղել, երբ որ դպրոցում բերում էին պարտադիր կաթը եւ մի կտոր կլոր սենց հացիկներից։ Բա եւ լավ ժամանակաշրջան է եղել եւ էլի լավ ժամանակաշրջան է եղել։ Ինձ համար ամեն դեպքում շատ լավ տարիներ էին։ Հետաքրքիր։ Ես օրինակ շատ կուզենայի, որ որոշակի բաներ սովետական միության ժամանակահատվածներից պահեին։ Մնար, չէ՞։ Այո։ Տեղափոխվեր։ Ոչ բոլորը, իհարկե, բայց այն ինչը որ օգտակար էր ու պետք էր հանրությանը, մնար։ Ես օրինակ իմ ցանկությունը, որ գործարանները չփլուզվեին, այսինքն այդ ցանցը, որ այստեղ մի մասներ արտահանվում էր մեկ այլ երկիր եւ այտենց պատտվում էր, գոնե հիմա մենք տեցիկրուղը կունենայինք որպես հզոր։ Ամենավատ խնդիրներից մեկը դա էր, որ ժամանակին Հայաստանը լավագույն արտանող պետություններից մեկն էր, հիմա միայն ներկրումով է զբաղված ու արտանման գրեթե բան չունենք։ Դե հուսամ։ Գյուղատնտեսական մթերքից բացի երբ թե հստակ լուրջ արտադրություն չունենք։ Հա։ Սոխը տապակեցիր, հետո ավելացրեցի միսը, տապակեցի, հետո բուլղարական պղպեղները։ Հիմա ավելացնում եմ վարունգը, վերջում բոլորը։ Տապակելու ես վարունգը։ Այո։ Art food-ի ոլորը։ Ես սիրում եմ այսպիսի թափանցիկ բանկաներով ոլորը գնել։ Տեսնես ինչ է իր մեջ։ Որ տեսնես ինչ է, հա։ Դեպ ժամանակին սովետական միության ժամանակ Հայաստանում շատ էին աճացնում ոլոր, որը որ հիմա գրեթե չկա։ Չկա։ Սիսեր ոլոր։ Ոչինչ։ Եոր ամեն ինչ կվերականգնվի։ Լավ կլինի։ Եթե այդպես մտածենք, այդպես էլ կլինի։ Բայց ես օրինակ գոհ եմ ամեն ինչից, շատ լավ է։ Ես էլ չեմ դժգոհում, բայց ավելի լավ կլիներ, որ ավելի լավ լիներ, չէ։ Պահպանվեն մի քիչ լավ բաներ։ Ամեն դեպքում մարդ պիտի լինի շնորհակալ։ Այն ինչ ունի կամ փոքրիկ ինչ որ մի բան ունի, պիտի շնորհակալ լինի միշտ, որ էլ ավելի շատ տրվի։ Չէ։ Այո։ Տենց բաներից էլ գիտես։ Ահա։ Տապակում ենք, տապակ։ Լավ, Աստված քանի անուն ունի։ Աստված քանի անուն ունի։
Ահա։ Բոլոր կրոնների մասով ենք ասում, Հա։ թե։ Նայեք, իրականում բոլորի համար Աստված մեկ է։ Դե հա։ Ոմանք Բուդդա են ասում, Չէ, Բուդդան Աստված չի։ ինչու։ Բուդդան ինքը Աստծո որդի էլ չի, ինքը ապրել է այստեղ, Չինաստանում, այսինքն այստեղ չէ։ Հիսուսը չի ապրել։ Եղել է արքայազն, որը թողել է եւ գնացել է անտառներ եւ նվիրել է իրան, Իսկ Հիսուսը չի ապրել։ ապրել է։ Իրականում լեգենդները որ պատտվում են, եթե խոր ուսումնասիրություն կատարեք, բոլորը բերում են նույն Աստծո մասին է խոսքը գնում։ Հա։ Մուսուլմանների համար Ալլահ կլինի, մեր համար Աստված կլինի, մեկի համար Բուդդա կլինի ու սենց շարունակ։ Բայց իրականում բոլոր պարագաներում, եթե համեմատականներ տանում ես, բոլորի մեջ գրեթե նույն անձին ենք ստանում։ Իհարկե։ Հիսուսին ենք ստանում, որը իր կյանքը թողել է, ուսումնասիրել է աշխարհը, բացահայտել է նոր աշխարհներ, փորձել է օգնել բոլորին։ Դրա համար նույնիսկ անգամ որ հիմա ամենամեծ գործոնը, որ քրիստոնեությունը եւ մուսուլմանությունը իրար հետ այսպես կռվի մեջ են, կրոնական, միևնույնն է, իրանց կարանը եւ մեր Աստվածաշունչը գրեթե նույնն են։ Կան բաներ, որ տարբերվում են։ Դե արդեն դա ընթացիկ ձեռագրի փոփոխություն է, այն ինչ որ ժամանակին եղել է ու մինչ մեզ հասնել է, հաստատ լիքը փոփոխություններ է կրել։ Բայց միևնույնն է, որ նայում եք, էլի նույն դրախտից է շարունակ։ Իսկ դու հավատում ես դրախտի եւ դժոխքին։ Իրականում հա, ես աստվածավախ մարդ եմ, ես քրիստոնյա մարդ եմ, ընդունում եմ հավատքը, պայքարում եմ այդ հավատքի համար, առաջատար տեղում է ու վստահ եմ, որ այդ ամեն ինչը, չգիտեմ, գիտականորեն ասած, այլմոլորականների միջոցով, պատմության միջոցով ասած Աստված վերևից, բայց ամեն դեպքում ինքը ինքնուրույն այս ամեն ինչը չէր ստեղծի։ Կա արարիչ, որը ամեն ինչին հիմք է տվել, իմաստ է տվել։ Ահա։ Արի գիտես ինչ անենք, արի բացենք նոր աղանդական սեկտա, աղանդական սեկտա ինչ ասեցի։ Ինչ-որ մի քիչ նորություններ էր ինձ համար, Համլետ։ Որ է։ Դե որ բոլոր աստվածները, եթե բոլոր կրոնները նույն Աստծուն են տանում, ընդհանուր առմամբ Հիսուսին։ Հիսուսը որդին է Աստծո։ Ընդհանուր առմամբ բոլորը տանում են Արարչին, որի որդին, բոլոր պարագաները որ նայում եք կրոնում, մի տեղ արքայազն է, որ լքում է թագավորական պալատը, գնում է մարդկանց օգնելու, մյուս տեղը Հիսուսն է, որ դուրս է գալիս աշխարհը ճանաչելու, նրանց մոտ մարգարե, ու այս ամեն ինչը բոլորը շահկապված են իրար հետ։ Իրականում Աստված մեկ է, կապ չունի քանի անուն ունի, հա։ Բարձ է։ Իսկ դու հրեշտակ տեսել ես, քանի այս թեման ենք բացել, մի քիչ հարց ու փորձ արում, ես ուզում եմ հասկանամ, IQ-ն բավական բարձր է։ Ուզում եմ գտնեմ ինչ-որ բաներ, դրան չես ասել։ Իրականում, նայեք, նույն Աստծո մասին խոսալով, եթե մեր Աստվածաշունչն ենք ուսումնասիրում, մենք գիտենք Հիսուսի ծնունդը ու նրա 33 տարեկանից հետո։ Բայց այդ միջանկյալ ժամանակահատվածը թե ինչ է արել, ոչ մեկ մեր քրիստոնյա գրականության մեջ չկա։ Կա մի գրականություն, որտեղ նկարագրում է, որտեղ է եղել Հիսուսը։ Հնդկաստանում։ Եգիպտոսում էլ, Եգիպտոս, Հնդկաստան, ինքը շրջել է աշխարհով ու այդ նրանց այն ժամանակահատվածը, որտեղ որ քրիստոնեության մեջ բաց է թողնված Հիսուսի կյանքը, կա մյուս կրոններում։ Գիտես, որ գիրքը կարդա բավական հետաքրքիր է, որտեղ է եղել Քրիստոսը, Հիսուսը այդ տարիներին, ռուսերեն միստическое христианство, հայերեն միստիկ քրիստոնեություն։ Այդ գիրքը կարդա, գրողի անունն էլ հիմա եթե շատ ուզեմ կհիշեմ, կասեմ, ամեն դեպքում եթե այդպես ինտերնետում գրես, գիրքը այնտեղ կա, գոյություն ունի, բավական հետաքրքիր է։ Այսինքն ապացույցներով նաև որտեղ է եղել, այդպես է գրված։ Այս ինչ թեմաների անցանք, կապ չունի, ամեն դեպքում մեր ուտեստը շատ համեղ է լինելու, որովհետև ուտելուց հետո մենք էլ չենք խոսելու, արագ էստեղ խոսեցինք։ Լավ, ինչև է։ Գրեթե պատրաստ եմ, մի փոքր կանաչով տապակենք։ Ես կգտնեմ այնպիսի հարցեր, որ դու սպասում եմ։
Սպասի։ Ավելացրեցինք կանաչին։ Փոքր էլ տոմատի մածուկն ենք ավելացնում։ Խառնում ենք, որից հետո պետք է համեմենք ու մատուցենք արդեն։ Ահա, շատ լավ։ Համեմենք, տեսնենք Ամանդան ինչ է մեզ պատմում։ Ինչ է կատարվում այսօր Ամանդայի տանը, ողջույն Ամանդա։ Ողջույն իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, նորմալ է ձեզ մոտ ամեն ինչ։ Լիկա ջան, այս դարում ով է իմանում նորմալը որն է, անորմալը որը։ Ոնց որ հայերն են ասում, յոլա են գնում էլի։ Լավ, այդ հեչ։ Ոնց եմ սիրում Համլետին, ախր ոչ միայն պրոֆեսիոնալ խոհարար է, այլև կարդացած, զարգացած երիտասարդ է։ Շատ բարձր է Համլետի էրեդիան, չէ, էրեդիկցիա, չէ, էրուդիցիան, ով էլի դժվար բառեր։ Հա, ինչ էի ասում, բոլոր հարցերի պատասխանները գիտի, ապրի Համլետը։ Պատկերացնում եք ինչ հարցում եք, ունեք որևիցե մի հարց։ Վայ, բոլոր հարցերը մտքիցս թռան։ Լավ, մեկը հիշեցի, Համլետ ջան, Լիկա ջան, անկեղծ ասած, այսօրվա ձեթերից բան չեմ հասկանում։ Ինչ էլ որ պատրաստում եմ, հոտը իսկույն կպնում է շորերից։ Ինչից է։ Պատասխանի ձեզ Համլետը։ Դե լավ, դուք պատրաստեք, իսկ ես խոսեմ Մարանիկի մասին։ Մարանիկն առաջարկում է ձագարեղենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ փականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նայեք ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Շնորհակալություն։ Համլետ, ինչպես է այսօրվա ձեթի հոտերը ավելի շատ են կպչում մեր հագուստին, քան առաջվա ձեթերը, բայց Ամանդան մեծ կին է տարիքով, նա պիտի հիշի մեր սովետական միության ձեթերը, որ փրփռում էին, դուրս էին գալիս տապակներից, թափվում էր եւ սարսափելի տհաճ հոտեր։ Այդ մի ձեթը կար ընդամենը։ Իրականում հիմա ձեթերը շատ լավն են, շատ որակով են ու իրանց արտադրությունը համեմատած նախկին սովետական միության շատ զարգացում է ապրել։ Այդ ֆիլտրացումների հոսքերը իրեւ ասեմ վերջերս արդեն ուսումնասիրել եմ, նախորդ անգամ մենք որ խոսում ենք ֆրի պատրաստման եղանակի մասին ու ֆրի ձեթի հետ կապված խնդիրների մասին, հիմա արդեն կա հատուկ ֆիլտրացնող սարքեր, որոնք արդեն վաճառք են ու այդ ֆրի ձեթը անգամ տանը կարող եք ձեռք բերել, ֆրի պատրաստելու ժամանակ ձեթը ֆիլտրացում է անցնում մի քանի շերտ ֆիլտրերով ու թորվում է նորից նույն ջերմային մշակում անցնելու հնարավորություն ունեցող ձեթ է դառնում, որի մեջ կարող ես եւս մի քանի անգամ ֆրի պատրաստել։ Տեսակ Ամանդա, այսինքն այս ձեթերը, որ հիմա արտադրվում են, չեն կպնում հոտերը հագուստին այնպես, ինչպես կպնում էին առաջվա ձեթերը։ Մոռացել եք երևի, նա հիշեք են արևածաղիկ էր նկարած ու հենց թուղթը ձեթոտ էր։ Հիշեք։ Դուք չես հիշում, չէ՞ ձեթերը։ Ես տեսել եմ, բայց այն ժամանակատվածը, որ մենակ դա է եղել, ոչ ռաֆինացված ձեթերը, հիմա էլ շուկայում կան, մի շարք բժշկական դեպքերում խորհուրդ են տալիս, որ նման տիպ ձեթեր օգտագործեն, հասցրել եմ տեսնել, բայց չեմ աշխատել, ծանոթ չեմ։ Գիտես ինչ հիշեցի, որ ես փոքր ժամանակ այդ ձեթի գովազդի մեջ նկարահանվել եմ։ Եվ եթե կադրերը գտնեմ, կարող եմ տալ եւ դնել։ Ինչ ձեթեր են եղել այն ժամանակ։ Մի ձեթ է եղավ։ Այսպես մենք կծու պղպեղը ավելացրեցինք, համեմում ենք աղով, խառնում ենք, իսկ այդ ընթացքում երբ թե Բաղադրատոմսը ցույց մեր հեռուստադիտողներին ու անցնենք մատուցմանը։ Նայեք Բաղադրատոմսը հենց հիմա կգրվի ձեր էկրանին, դուք կարող եք YouTube-յան ալիքով գրել քաղցր եւ արդեն մնացածը կբերեք շաբաթ եւ համեղ կիրակի եւ տեսնել մեր բոլոր Բաղադրատոմսերից մենք կհանդիպենք ամտեսելու ժամանակ, որից հետո էլ չենք խոսելու։ Համլետ, քանի որ սուս եմ մնալու, հիշել եմ հեղինակը Ռամաչարակա։
գրքի, որ ասեցի, շուտ ասեմ, որտեղ Հետո կարող է չխոսել։ հետո էլ չենք խոսելու։ Եվ այսպես փորձում ենք կերուսուսը, շնորհակալություն, քեզ էլ բարի ախորժակ, գնացինք։ Իսկ մենք կհանդիպենք մյուս կիրակի։ Հաջողություն։ Հաջողություն։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։